8-ից մեռնեմ, Հայաստան ջան։ Եվ այսպես Արար առաջին։ Վաստակում ենք Սողոմոն Աղայանի վստահությունը։ Բարև ձեզ, ինչով կարող է օգտակար լինել։ Արար երկրորդ։ Ամուսնացնում ենք Հագուհուն Սողոմոն Աղայանի հետ։ Քեզանի շատ բան չի պահանջվում։ Ուղղակի անելու ես այն, ինչ այլես քո նախկին 10 ամուսինների հետ։ Պատկերացնես հանկարծ բազվի, որ պիտի հետը համբուրվի։ Թագուի ջան, 45 միլիոնի համար նույնիսկ ես եմ պատրաստ հետը համբուրվեմ։ Ուրեմն ձեզ բարի ժամանց։ Կազմակերպում ենք դավաճանության ակտ, որի պատճառով Թագուին բաժանվում է պարոն Սողոմոն Աղայանից եւ վերցնում նրա կարողության կեսը։ Գեմբլին ես գրազող եմ գումար վաստակում։ Okay, արի խա։ Չես պատկերացնում ինչի մեջ ես մտնում։ Ես չեմ պատրաստում քո պարտքը փակել։ Եթե ես գումարը Հայրիկյանին չփակեմ, դու կարող ամեն ինչ փչացնեմ։ Հասկացար։ Հասկացա։ Ապրես։ Եվ այսպես նոր կերպար մեր ներկայացման մեջ։ Խարիզմատիկ երիտասարդ, ով 3 գլխանի ցերբերի պես հսկում է Աղայանի ողջ կարողությունը։ Հեյ, Պողոս։ Վերջապես արժանի հակառակորդ ունեցանք։ Լավ քնի համար մաքուր խիղճը պարտադիր է, չէ՞։ Մաքուր խիղճը միշտ ու ամենուրեք ապարտադիր։ Դեռ ոչ մի ներկայացում առաջին գործողության ժամանակ այսքան գումար չէր աշխատել։ Փողը հաշվել է սիրում։ Ախտոր ջրում ձուկ որսալը վտանգավոր զբաղմունք է։ Oh, come on. I don't understand. You like Monuk, you don't like Monuk, չեմ հասկնա։ Ես երբ որ ուզեմ, աղայանին ձեռքիցդ կտանեմ։ Աղայանը ձերքումս չի, Աղայանը արդեն գրպանումս է։ Բրավո։ Հիացած եմ։ Ես ձերս էժանագին ներկայացման էպիզոդները միշտ իմացել եմ։ Հեռու մնացեք Աղայանից։ Տիկտակ եւ պարոնայք, խնդրում եմ զբաղեցրեք ձեր տեղերը, մեծապատիվ մուրացկաններ օպերացիան համարում եմ սկսված։ Ես կկարծեի, որ դու աբուշ ես, բայց չգիտե, որ այսքան մենց աբուշ ես։ Դες ինչ, զզվում եմ քեզանից բիծակ։